Ամփոփելով այս պահի դրությամբ այս գործով ինչ ունենք եւ ինչ սպասելի վերջո հաշվի առնելով որ տեսանք ինչ որ դրվագով արդեն ծիծաղելի եզրահանգումներ են լինում իրեղեն ապացույց է կորչել կամ գուցե եւ չի եղել Դե եզրահանգումներն էր որ այդ ծիծաղելի երևույթները ջրի երես դուրս եկան բոլորն իմացան որ քննչական մարմնից պաստորեն հնարավոր է կորի իրեղեն ապացույց Ես չգիտեմ դրանից այս գործով ամեն ինչն է այդ նույն զավեշտի մեջ սկսած այդ ցուցմունքներից որ տվել են սկսած իբր գործ եղած ապացույցներից որոնք որ հետեւյալ բնույթ ունեն հա վստահ չեմ բայց հնարավոր է ինքը արածնի այս ամբողջ ապացուցման բազան Ես անկեղծ գտնեմ տեղյակ չէի բայց գիտեի որ այո թմրամիջոցը Պարոն Բաբայան այս քրեական վարույթի 2018-ին է չէ նախաձեռնվել եւ այդ ժամանակ իրեղեն ապացույցի մասին ինչ ասվել Սրբազանը որ վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության հետո կարճվել է այդ գործը իրեղեն ապացույցի մասին ինչ հայտնել քննչական Եղել է այն ժամանակ ինչ քաշով է եղել ըստ նյութերում արկա տվյալների մասնավորապես եզրակացության համաձայն ինչ որ մի քաշով մեկ 4 գրամ քաշով իբր ինչ որ թմրամիջոց է եղել Չէ, թմրամիջոց է եղել, որը ենթարկվել է փորձաքննության, բայց դա եղել է թե չի եղել, որը օրինակ լուսանկարը այդպեսի չկա փորձաքննության եզրակացության մեջ։ Դա արդյոք են թմրամիջոցն որը հայտնաբերվել է հենց այն վայրում, որը որ գրվում է, դրա մասին որևէ տվյալ գոնեգործություններից չի երևում։ Այն ինչ որ ասեք 18 թվականից 18 թվականից, հա, 18 թվականի բաների մեջ, այսինքն դրանք զուտ ենթադրություններ են, որ հիմա պետք է նյութերին ծանոթանանք եւ ապացույցների հետազոտման փուլում հասկանանք դրանք գոյություն ունեցել են թե չէ։ Եվ այս պայմաններում, երբ որ չկա այդ թմրամիջոցը, մեր համար դժվարանում է։ Սպասում եք, որ ինքնաբացարկ պիտի եւ բավարարի դեր միջնորդությունը հարմանալի օրենքի իմաստով ակնկալելի է։ Անդրադառնալով այս նմանատիպ գործերին, տեսնենք դուք առաջի գործով չի հոգեվորականի, որ ներգրաված եք փաստաբանական խմբում, հանգուցալուծումը ինչպես եք տեսնում շարունակվող այսպես կոչված իրավական գործընթացներին։ Կոնկրետ այս գործի մասին խոսքը։ Նաեւ Նախ այս գործի մասին խոսենք, որ այս գործի սկզբանե պետքա դադարեցվի քրեական հետապնդումը, մի քանի հիմքեր ունենք, դրանք չենք բացահայտի, հաջորդ փուլերում նաև կներկայացնենք, բայց այն որ իրեղեն ապացույցը չկա, սա արդեն իսկ ակնհայտորեն այս քրեական գործի վախճանը տրամաբանական առումով ցույց է տալիս արդարացումը, եւ այդ առումով մենք մանրամասն փաստարկներ կներկայացնենք, որովհետեւ այս բանը մեծ հարց է, ընդհանրապես թմրանիմջոց, որպես այդպեսին եղել է, թե չի եղել։ Կարող է հենց կներեք ընդհատում եմ էլի այն որ հայտարարվեց որ չկա անհետացել է արդյոք հիմք չէ մտածելու կարծելու որ չի եղել Մեծ հիմք է կարծելու որ չի եղել եւ այդ տրամաբանությամբ գուցե կասկածում էին եւ կարծում էին որ մենք կրկնակի փորձաքննություն կմիջնորդենք եւ կպարզվի որ այդպես չի իսկ թե ժամանակին ով ինչ է գրել ոնց արել մենք դրան որևէ մասնակից չենք եղել հետեւաբար մեր իրավունքները այս առումով բացարձակապես պահպանված չի եղել Ես մի հավելում անեմ ներողությամբ Ջորջը մի կարևոր հանգամանք պիտի խնդրում ուշադիր լինենք Մեծ հաշվով մեզ էական չի թմրամիջոցը եղել է թե չի եղել։ Մեր պնդումն է, որ Արշակ Սրբազանին վերագրվող գործողությունները իր կողմից չի կատարվել։ Հիմա այնտեղ թմրամիջոց եղել է թե չի եղել, դա զուտ իրավաբանական, մասնագիտական մեր քննարկման հարցն է, որ այո դուք դատական նիստերի ընթացքում ականատես կլինեք դրա շուրջ նաև պարոն Սարգսյանի կողմից մատնանշած հանգամանքներին, բայց վերջնական առումով մեզ հետաքրքիր չի թմրամիջոցը եղել է թե չէ, որովհետև Արշակ Սրբազանին վերագրվող գործողությունները ինքը չի արել։ Բայց այնուամենայնիվ պարոն Բաբայան, դա խոսում է քննչական կոմիտեի ամփոփության։ Թող դա քննչական կոմիտեի նախագահը մտածի։ Մեզ չի դա։ Համանիտ եմ գոլեգաներիս հետ իրավունքի եւ օրենքի տեսանկյունից վստահաբար կարող եմ ասել, որ արդար դատաքննության պարագայում, որի ակնկալիքը ունենք, Արշակ Սրբազանը արդարացվելու է, ինչպես նաև մյուս սրբազաններն արդարացվելու, որովհետև այս ամենը դա հետևանք է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարի եւ սա տարբեր քրեական շինծուգործեր են, որոնց նպատակը հենց եկեղեցուն նկատմամբ իրականացվող այդ ճնշումները շարունակելն Ստացվում է առանց իրեղեն ապացույցի այդքան ժամանակ իր խափման միջոցը կալանք է։ Ստացվում է։ Ճիշտ է կարծում Գիտեք, ամենայն դեպս վստահաբար կարող եմ ասել, որ անաչառ դիտորդի մոտ այսօր էլ ավելի կասկածներ առաջացան, որ այս գործը շինծու է, որ նույնիսկ թմրադեղը, որը իբր եղել է, չկա գործում։ Դատավորը
Բաբոն հաջորդն էլ լմանատիպ կարգավիճակ ունենա։ Սենց ասեմ ձեզ, արդար որոշում էր, իսկ հետևություններ ամեն մեկս կարանք մեր համար անենք, թե մոտիվացիան որն է, բայց ակնկալում է, որ մոտիվացիան պետք է լինի օրենքի իրավունքի գերակայությունը։ Դատականիստը ո՞նց է որոշվել եւ պետք է։ Արդեն կմակագրվի այլ դատավորի, դրանից հետո մենք կստանանք որոշում, կտեղեկանանք, նաև հանրությանը կտեղեկացնենք։ Կարծում եմ եկող շաբաթ արդեն կիմանանք։ Կարող է դատավորը լավ էլ օբյեկտիվ որոշում էր կայացնում։ Հետո իրենք բողոք կներկայացնեն, այդ դատական ակտը կբեկանվի։ Լիբիոնաց մեզ լիներ, մենք կբողոքարկենք։ Մենք առաջնորդվում ենք օբյեկտիվությամբ եւ արդար միջնորդություններ ենք անում, հիմնավոր միջնորդություններ, որը գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը կա։